թեմի քահանան եւս զերծել է կաթողիկոսի անձնություն եք մայրաթորի տեսակետը, եթե նման հայտարարություն է տարածել։ Այսինքն ձեր թեմի քահանան եւս պետք է կարգալույց հրճակվի եւ դուք ընդունում եք, որ այն մարդը, որը զերծել է կաթողիկոսի անունը, ուրեմն նա եկեղեցում պետք է չլինի։ Ես նոր հիշեցրեցի տվյալ դեպքի վերաբերյալ մայրաթորի պաշտոնական հայտարարություն։ Այսօր տեսակետը, եթե մայրաթորը նման իհարկե, բայց մայրաթորը ասել է գնել այդ հարցը եւ ներկայացնել։ Հիմա այն մեկը ցնել են, հավասար պայմաններ են, նույն իրավիճակն է։ Դա իրենց առաջնորդ Հիմա հազարամյակների բոլոր հարցերի պատասխանը ես չգիտեմ։ Հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանի Ծառայական եկեղեցին այս օրերին կանգնած է փոփոխության առաջ։ Դուք ինքներդ փորձել եք հանդիպում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ կամ զրուցել Բեղաթար Հայրապետի հետ, հասկանալու համար ինչպես պետք է այս խնդիրը լուծվի, ինչպես պետք է քրիստոնյա ժողովուրդը խաղաղություն գտնի։ Եկեք չմտածենք ինչպես անենք ստուր հարցեր, կամ եթե ձեր ստուր հարցեր են պետք։ Ես ընդհանրապես ասում եմ, որ Խաչի գյուղի կատարակի խաղաչի հարցին կպատասխանեք, նույն պատասխանները հնչեցրեցիք։ Ես որպես Հայաստանյան Առաքելական եկեղեցու հետևող, ձեր հոտի մի մաս։ Այդ հարցն եմ, ուզում եմ հասկանալ, երբ վերջո խաղաղություն կգտնենք։ Որ դեպքում, երբ որ կաթողիկոսը հեռանա, որ դեպքում։ Ես այդ կատարակից առաջ հանդիպել եմ Վեհապարին։ Վեհապարն ասել է, որ դու պարտավոր ես եւ պիտի ներկա լինես թեմում եղող կատարակներին։ Եվ պիտի նայես, որպեսզի կողքից միջամտություններ եւ խանգարումներ չլինեն, ընթացքը լինի սովորական եւ նորմալ։ Եվ ես ուրախ եմ, որ այդ կատարակը եղել է եւ ներկա են եղել եւ վարչապետ եւ շատ մարդիկ։ Վարչապետը, ինչպես բոլոր հայերը իրավունք ունեն ներկա լինելու կատարակի, ես այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Հարցը լսեցիք։ Գիտեք, երբ որ հարց տալիս եք եւ չեն պատասխանում, դա եւս պատասխան է։ Դե ասեք, Արդեն մեր մասնագիտական ոլորտի ներբություններն էլ գիտեք, մալա։ Մենք կարող ենք ձեր պատասխանները մասնագիտությունը ժուրնալիստ։ շատ վատ է։ Վարպետորը շրջանցում եք բոլոր կարևոր հարցերը։ Մի այսպիսի հարց, վարչապետ դառնալու լուրջ հավակնություն ունեք դժգոհ։ Վարչապետ դառնալու հավակնություն ունեք կամ կաթողիկոս։ Ես զրպարտություն է դա։ Ինչը։ Ես ընդհանրապես կարծիք եմ այդ դրական ատմանություն է։ Նման Լավ, Սրբազան, ձեր խոսքերից այս վարանող պատասխաններից կարող ենք եզրակացնել, որ դուք տարաձայնություն եզրակացնել, որ դուք կաթողիկոսի դեմ խնդիր ունեք, ինչ-որ եւ չեք որ դուք կաթողիկոսի դեմ խնդիր ունեք եւ այսպես չեք կարողանում հստակ արտահայտել ձեր խնդիրը։ Ես որևէ մեկի դեմ խնդիր չունեմ եւ եթե տեղյակ եք, այն ամեն ինչ ես մտածում եմ ժողովների ժամանակ ասում եմ բաց եւ ուղիղ, առանց վախենալու։ Ինչ եք օրինակ վերջին անգամ ուղիղ ասել, ուղիղ ինչ եք առանց ասել։ վախենալու եւ Կաթողիկոսը պետք է հեռանա, թե չէ ուղիղ ասել։ Հիմա հարց չի եղել որևէ ժողովրդի։ Հիմա Ձեր կարծիքով պետք է հեռանա, Ինչի օրակարգումը ծրել։ Ժողովի ժամանակ եթե հարց լինի եւ կարծիք պահանջի, այդ կարծիքը կասվի։ Այդ հարցը եւ կարծիքը դուք եք պահանջում։ Աշակերտական հարցը կա հիմա։ Չգիտեմ, ենթադրում եմ, այս օրակարգին հիմա օրակարգին այնքան գիտեմ, ինչքան որ գրված է։ Ինչպիսին է ձեր դիրքորոշումը։ Քննարկման արդյունքում բերeva։ Ես չեմ կարող ասել։ Բայց այդ գործը արդեն իսկ քննչական ներողություն։ Այդ գործը արդեն իսկ քննչականում է։ Պատասխանական քննչականից։ Ոչ, դրա համար եմ ասում։ Եվ դուք ունեք արդեն ունենք մի հանձնախումբ, որը քննում է ինքն էլ իր հերթին։ Այդ դեպքում ինչի համար են համառորեն որոշ եպիսկոպոսներ, որոնք արդեն կարծես թե աֆիլացվում են իշխանության հետ, ստիպում կամ պահանջում կամ հարկադրում, որպեսզի նրա լիազորությունները կասեցվեն, մինչև որ քննությունը կպարզի հանգամանքները։ Ինչով է ձեզ խանգարում այն եպիսկոպոսները, որոնք ըստ հրապարակված փաստաթղթի պահանջում են։ Ինչու այդ եպիսկոպոսներին չեք հարցնում եւ ինձ։ Ուր են որ իդեպ